Իրանում պատերազմի 14-րդ օրն է։ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը շարունակում են ավիահարվածները Թեհրանին և Իրանի մյուս հատվածներին։ Իսլամական Հանրապետությունում զոհերի թիվը պաշտոնական տվյալներով մոտենում է 1500-ի։ Հարյուրավոր զոհեր կան նաև Լիբանանում, որին նույնպես հարվածում է Իսրայելը։ Չնայած երկրում իշխող ռեժիմը փոխելու ԱՄՆ և Իսրայելի մտադրությունների մասին հայտարարություններին և պատերազմի հենց առաջին օրը գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությանը, Իրանն արդեն ընտրել է նրան փոխարինողին՝ Մոջթաբա Խամենեիին։ Նա սպանված առաջնորդի որդին է։ Իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով Իրանն այսպիսով փորձում է ցույց տալ, որ նույնիսկ ԱՄՆ-ն ի վիճակի չէ ազդել Իսլամական Հանրապետության առաջնորդի ընտրության վրա։ Պատերազմական պայմաններում ընտրությունն ունի ոչ միայն հոգևոր, այլև հստակ ռազմաքաղաքական պատճառաբանություն, նշել է փորձագետը։ Իրանի պատասխան հարվածները թիրախավորում են ոչ միայն Իսրայելը, այլև Մերձավոր Արևելքի երկրները, որտեղ ամերիկյան ռազմաբազաներ են տեղակայված, այնտեղ թողնելով մեծաթիվ, այդ թվում հայ զբոսաշրջիկների։ Դուբայ, Աբու Դաբի, Դոհա, Շարժա և հակառակ ուղղությամբ մի շարք չվերթներ այս օրերին չեղարկվել են, որոշ քաղաքացիներ այդ կետերով տարածմամբ այլ երկրներ պետք է մեկնեին կամ վերադառնային Հայաստան։ Կառավարությունն ապահովել է ԱՄԷ-ից Օման անվճար ուղևորափոխադրումը ցամաքային ճանապարհով, իսկ Օմանի մայրաքաղաք Մասկատից դեպի Երևան իրականացվող թռիչքներով վերադարձած քաղաքացիները ստիպված էին 1000 եվրոյից ավելի արժողությամբ տոմսեր գնել, ինչը դժգոհություն էր առաջացրել։ Բողոքների ու քննադատությունների ֆոնին ԱԳՆ-ն մարտի 7-ին հայտնեց, որ կառավարությունը կտրամադրի մինչև 250,000 դրամ փոխհատուցում Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով վերադարձի նոր տոմսեր ձեռք բերած ՀՀ քաղաքացիներին։ Ես իսկապես չեմ իմանում գները։ Ես որպես կառավարության անդամ հոգ եմ տարել այն մասին, որ մեր քաղաքացիները տուն վերադառնալու հնարավորություն ունենան եւ մի մասն էլ ճանապարհի տեղափոխել են։ Հարևան երկրներում ընթացող իրադարձությունների մասին Հայաստանի քաղաքացիներն իրենց անհանգստությունն են հայտնում։ Բայց չեմ ցանկանում էլի, որ շարունակվի այդ պատերազմը։ Երկու կողմերին էլ զինադատ արվի։ Աստված տա, որ մեզ հետ որևէ բան չպատահի, բայց միևնույնն է մենք անհանգիստ ենք նաև մեր հարևան ժողովրդի համար։ Քաղաքացիները Երևանում Իրանի դեսպանատան դիմաց պատերազմի սկզբից ի վեր ծաղիկներ են խոնարհում՝ ի հիշատակ զոհերի։ Շատ վատ եմ զգում, շատ ահավոր, դաժան, սարսափելի է ուղղակի պատերազմը։ Կուզեմ աշխարհին խաղաղություն լինի, աշխարհին։ Շատ վատ կարծիք է, որ sense բանայ։ Ինչ իմաստուներ, որ տաղանդեվի իրան սպանեին։ Շատ ենք ցավում այդ հարցով։ Շատ վատ բան է, մենք չենք ուզում պատերազմ լինի մեր հարևան երկրներում։ Բոլոր զոհերի համար շատ մեծ ցավ եմ ապրում, թե մեր ազգի, թե մնացած ազգերի համար։ Առավել եւս այստեղ ոնց կարելի է այդպիսի դաժան բան անել, այդքան երկրներ խառնել իրար, Ամերիկան իրան հեչ պատասխանատու զգում է այդ իր արածի համար։ Ես ուղղակի զարմանում եմ, ոնց կարելի ամբողջ աշխարհը այսպես խառնել եւ անմեղ զոհեր տալ։ Շատ ցավում եմ։ Հայ հասարակությունը հատկապես քննադատում է Իրանի Մինաբ քաղաքում աղջիկների տարրական դպրոցի վրա հարձակումը, որի հետևանքով զոհերի թիվը անցնում է 160-ը։ Մեծամասնությունը դպրոցի աշակերտներ։ Հայաստանի իշխանություններն ու ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցել են Իրանի ղեկավարությանը գերագույն առաջնորդի եւ մյուս զոհերի մահվան կապակցությամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև շնորհավորել է նորընտիր առաջնորդին։ Դեսպանատուն են այցելել նաև քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։ Պատերազմի պայմաններում հայ-իրանական սահմանը բաց է մնում, միայն առաջին օրն էր փակվել, կարճ ժամանակով։ Այն դարձել է բազում իրանցիների ու երկրում գտնվող արտերկրացիների փրկության ուղի։ Հիմնականում գալիս են Թեհրանից, Սպահանից, Թավրիզից եւ այլ քաղաքներից։ Կան նաև այլ երկրների քաղաքացիներ, չինացիներ, հնդիկներ, ռուսներ եւ աֆրիկյան երկրներից մարդիկ, որոնք Իրանում գտնվել են աշխատանքի կամ զբոսաշրջության նպատակով։ Անցակետով հիմնականում բեռնատարներ են անցնում եւ Իրանից Հայաստան եւ հակառակ ուղղությամբ։ Մարդատար մեքենաների հոսքն ավելի քիչ է։ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսությունից մարտի 5-ին Armenia Today-ին հայտնել էին, որ անցակետում քաղաքացիների հոսքը բնականon է։ Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հիմնադրամի հիմնադիր իրանագետ Փույա Հոսեյնին կարծում է, պատերազմի 13 օրերը ցույց են տվել, որ Իրանից արտագաղթը զանգվածային չէ,
հետևաբար մեծ հոսքեր չեն սպասվում։ Մոտավորապես 10 օր անցել է պատերազմից եւ ոչ մի նման հոսք չի նկատվում, նաեւ ոչ միայն Հայաստանին, այլ երկրներին Թուրքիայում կամ այլ երկրները, հարավան երկրները չի նկատվում, որ իրանցիները ուզում են մեծ հոսքերով դուրս գան երկրից եւ այդ արիմով նախադասում են, որ մեծ հոսքեր չի լինեն մոտ ապագայում։ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին վստահեցնում է, չնայած ունեցած կորուստներին, Իրանում վակուում չի ձևավորվել։ بنابراین کشوری که شما تاکید کردید 7000 سال تمدن داره هرگز برده دیگران نخواهد شد. Պատերազմն ընդլայնվում է եւ այս օրերին լարվեցին նաեւ Իրան-Ադրբեջան հարաբերությունները։ Բաքուն Թեհրանին մեղադրեց Նախիջևանին հարվածելու մեջ Իրանից սակայն հերքեցին իրենց առնչությունը միջադեպին։ Իրանագետ Հոսեյնին կարծում է, որ Ադրբեջանն ամենայն հավանականությամբ չի ներգրավվի պատերազմի մեջ, թերևս դրա համար նա կարող է հետապնդել մեկ նպատակ։ Ինձ թվում է երկարատևելու մի քանի շաբաթ եւ հնարավոր է անգամ մի քանի ամիս, բայց ամեն դեպքում այս ամեն ինչը ամբողջ աշխարհում, ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում կբերի տնտեսական լուրջ խնդիրներ, հանդասումներ, էներգետիկ հանդասումներ եւ այլ ապրանքատեսականի հանդասումներ։ Իրանում պատերազմը մեծ վնասներ է հասցնում ենթակառուցվածքներին, բնակելի շենքերին, տնտեսությանը, որը կարող է առաջացնել սոցիալական եւ հումանիտար խնդիրներ։ Հոսեյնին չի բացառում, որ պատերազմը կարող է շաբաթներ տևել, ինչն անխոսք ունենա իր հետևանքները տարածաշրջանի եւ մասնավորապես Հայաստանի վրա։ Ըստ նրա հետևանքները նախ եւ առաջ կլինեն տնտեսական։ Հայաստանը պետք է միջոցառումներ ձևակերպի, որովհետեւ ուղիղ պատերազմ է ընթանում իր հարևան երկրում եւ պետք է բոլոր անվտանգային եւ տնտեսական միջոցառումները եւ նաեւ քաղաքական գործողությունները արվի, որպեսզի այդ ամեն ինչի մեջ Հայաստանը անվտանգ։ Պատերազմի տնտեսական գինը տարածաշրջանի համար դեռ նոր է սկսվում հաշվարկվել։ Թեհրանը փորձում է պահպանել կայունությունը ռազմական ճնշման ներքո։ Սահմանի անխափան աշխատանքն այսօր առաջնահերթություն է, սակայն պատերազմի շաբաթները կարող են փոխել տարածաշրջանի ամբողջ տնտեսական քարտեզը։ Իրան-Ադրբեջան լարվածությունը նոր ռիսկեր է առաջացնում Հայաստանի համար։ Քանի դեռ դիվանագետները փորձում են գնահատել վնասները, զոհերի թիվը շարունակում է աճել։ Մինաբի ողբերգությունը հիշեցնում է, այս պատերազմում ամենաբարձր գինը վճարում է խաղաղ բնակչությունը։ Արաքսե Սնխչյան, Սոնա Խաչատրյան, Դմիտրի Անտոնով, Հարութ Ապրեսյան, Armenia Today։